Այն զգացողությունը, երբ գիշերը դառնում է զուգարան տանող անվերջ միջանցք, ծանոթ է ձեզ։ Իսկ դուք գիտեիք, որ շագանակագեղձի ամենաթանկարժեք դեղամիջոցները, որոնց վրա տարեկան ծախսվում են 100 հազարավոր դրամներ, հաճախ ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլև, ըստ հետազոտությունների, կարող են հանգեցնել տղամարդկային ուժի կորստի։ Ինչու են բժիշկները լռում այս մասին, երբ նշանակում են դրանք։ Այսօր մենք կբացահայտենք մեր պապերի մոռացված մեթոդը, որը ժամանակակից ուրոլոգներն այժմ սկսել են լուռ խորհուրդ տալ իրենց լավագույն հիվանդներին, բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք, թե ինչպես վերականգնել հանգիստ քունը և տղամարդկային արժանապատվությունը ընդամենը մի քանի շաբաթում, առանց դեղատուն մտնելու։ Թույլ մի տվեք, որ այս խնդիրը կառավարի ձեր կյանքը և գողանա ձեր քունը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Վարդանը 68-ամյա երևանցի ինժեները նայեց ժամացույցին։ Գիշերվա ժամը 3-ն էր։ Սա նրա երրորդ այցն էր լոգարան, և ամեն անգամ նույն տանջալի զգացողությունը։ Անհաղթահարելի ցանկություն, բայց արդյունքում ընդամենը մի քանի կաթիլ։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը։ Այն զգացողությունը, երբ քո իսկ մարմինը դավաճանում է քեզ, երբ գիշերային հանգիստը վերածվում է անվերջ տառապանքի։ Վարդանը զգում էր, թե ինչպես է ամեն գիշեր կորցնում ոչ միայն քունը, այլև իր տղամարդկային արժանապատվությունը մի մասնիկը։ Եթե այսօր ոչինչ չձեռնարկել, վաղը գիշերային այցելությունները կդառնան 5, հետո 7, մինչև որ քունը կվերածվի անհասանելի երազանքի։ Հուսահատության պահին նրա մտքում հանկարծ փայլատակեց մի մանկական հիշողություն, մի պատկեր, հեռավոր, բայց անջնջելի։ Նրա մեծ տատը Շուշանիկը Արցախի լեռներում, Դադիվանքի մոտ։ Արշալույսն էր, երբ օդը դեռ սառն էր ու թափանցիկ։ Նա հիշեց տատի կոշտացած, բայց քնքուշ ձեռքերը, որոնք ցողի միջից հավաքում էին վայրի ուրց ու դաղց։ Հիշեց այն անուշ բույրը, որը լցնում էր նրանց փոքրիկ քարե տունը։ Երեկոյան ճռճռացող օջախի մոտ տատը շշնջում էր առողջության գաղտնիքներ իր մորը։ Նա խոսում էր սերմերի ու արմատների մասին, որոնք տղամարդուն ուժ են տալիս մինչև խոր ծերություն։ Ձեզ երբևէ պատմել են նման բաներ։ Ինչու ենք մենք մոռացել այդ գիտելիքը։ Ինչու ենք մենք այն փոխարինել քիմիայով։ Մի քանի շաբաթից դուք կկարողանաք քնել ամբողջ գիշեր, առանց արթնանալու, եթե միայն լսեք մեր նախնիների ձայնը։ Այդ հիշողությունից Վարդանը կտրուկ վերադարձավ իրականություն, ներկա, որտեղ տիեզերական տեխնոլոգիաների դարաշրջանում տղամարդիկ տառապում են այնպես, ինչպես երբեք։ Նա նայեց իր գիշերային պահարանին դրված դեղերի տուփերին, գունավոր, փայլուն, աներևակայելի թանկ, դեղեր, որոնց վրա ամսական ծախսում էր իր թոշակի գրեթե կեսը։ Ինչ էին դրանք տալիս նրան։ Ժամանակավոր թեթևացում, գլխապտույտի, սրտխառնության և մշտական թուլության գնով։ Այս հաբերը չեն բուժում, դրանք պարզապես քողարկում են ախտանիշները։ Դրանք ձեզ դարձնում են կախյալ, ցմահ հաճախորդ։ Եթե շարունակեք հույս դնել միայն դրանց վրա, մի օր կհայտնաբերեք, որ խնդիրը ոչ միայն չի անցել, այլև դրան ավելացել են լյարդի և սրտի խնդիրներ։ Զարմանալի է, բայց այսօր շատ առաջադեմ ուրոլոգներ փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս վերադառնալ հենց այն մեթոդներին, որոնց մասին շշնջում էր Վարդանի մեծ տատը։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ կա մի բան, որն ավելի հզոր է, քան դեղագործական ընկերությունների բանաձևերը։ Եվ ահա այստեղ է սկսվում ամենացնցողը։ Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար ինստիտուտները վերջերս ուսումնասիրել են այդ հնագույն միջոցը, և նրանց եզրակացությունները ցնցել են գիտական աշխարհը։ Պարզվել է, որ այն ոչ միայն աշխատում է, այլև շատ դեպքերում գերազանցում է նորագույն քիմիական դեղամիջոցների արդյունավետությանը։ Հազարամյակների իմաստության գաղտնիքը, որը թաքնված է մի պարզ բնական պարգևի մեջ, կբացահայտվի հենց հաջորդ րոպեներին։ Եկել է պահը բացահայտելու այն, ինչը ձեզնից թաքցնում են։ Խոսքը ոչ թե նոր քիմիական բանաձևի մասին է, ոչ էլ թանկարժեք սարքի։ Խոսքը մի բանի մասին է, որը դուք տեսել եք հարյուրավոր անգամներ։ Այն ընկած է շուկայի վաճառասեղաններին։ Այն աճում է մեր այգիներում։ Դա մուգ կանաչ, թավշյա, անթաղանդ դդմի սերմն է։ Զգացել եք երբևէ նրա թեթև ընկուզային բույրը։ Համտեսել եք։ Էլեք նրա յուղոտ հագեցնող համը։ Պատկերացրեք, որ ձեր ձեռքի ափի մեջ ոչ թե սերմ է, այլ բնության կողմից ստեղծված մի ամբողջ դեղատուն։ Վարդանը, մեր ինժեները, հիշեց այդ համը մանկությունից։ Նա որոշեց փորձել։ Առանց մեծ հույսի, պարզապես հուսահատությունից դրդված։ Նա գնեց շուկայից ամենասովորական, չբոված սերմերը և սկսեց ուտել ամեն առավոտ, մեկ բուռ։ Դուք հավատո՞վ եք, որ նման պարզ բանը կարող է օգնել։
Շատերը կասեն ոչ, եւ գիտեք ինչու, որովհետեւ դա ձեռնտու չէ միլիարդավոր դոլարի արդյունաբերությանը։ Եթե դուք շարունակեք անտեսել այս պարզ ճշմարտությունը, ապա դատապարտված եք մնալ դեղատների մշտական հաճախորդը, ձեր թոշակը տալով նրանց, ովքեր հարստանում են ձեր տառապանքի հաշվին։ Եկեք հասկանանք, թե ինչպես է սա աշխատում։ Պատկերացրեք ձեր շագանակագեղձը որպես փոքրիկ զգայուն այգի։ Տարիքի հետ այդ այգում սկսում են աճել մոլախոտեր, բորբոքում եւ այտուց։ Ժամանակակից դեղերը նման են քիմիական թույների։ Նրանք սպանում են մոլախոտերը, բայց միևնույն ժամանակ թունավորում են ամբողջ հողը, ձեր օրգանիզմը։ Իսկ դդմի սերմը նման է հմուտ այգեպանի։ Այն չի թունավորում, այն սնուցում է հողը, տալիս է նրան այնպիսի նյութեր, որոնք պարզապես թույլ չեն տալիս մոլախոտերին աճել։ Պարզ չէ արդյոք։ Ինչու են բժիշկները նշանակում թույն, երբ կարելի է պարզապես խնամել այգին։ Պատասխանը պարզ է՝ փող։ Մեկ բուր սերմն արժե դրամներ, իսկ մեկ տուփ հաբը հազարներ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե տղամարդկանց ընդամենը 30%-ը սկսի պարբերաբար օգտագործել դդմի սերմեր, դեղագործական ընկերությունները կկորցնել տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի շահույթ։ Ահա թե ինչու են նրանք լռում։ Ընդամենը 2 ամիս հետևողական օգտագործումից հետո դուք կարող եք կրճատել ձեր դեղերի չափաբաժինը, խորհրդակցելով ձեր բժշկի հետ։ Վարդանի պապը, Արշակը, ով ապրեց 95 տարի Գորիսի մոտ գտնվող մի գյուղում, երբեք դեղ չի խմել։ Նրա դեղը իր այգին էր։ Նա ամեն աշուն հավաքում էր դդումները, զգուշորեն հանում սերմերը եւ չորացնում դրանք վառարանի վրա։ Եվ ամբողջ ձմեռ ամեն առավոտ մի բուռ ուտում էր։ Նա ասում էր. «Սա տղամարդու հացն է»։ Նա մինչև կյանքի վերջին օրն աշխատում էր, ուներ պայծառ միտք եւ երբեք չի բողոքել այն խնդրից, որը տանջում է ժամանակակից տղամարդկանց կեսից ավելին։ Իսկ այժմ ամենացնցող է։ 2019 թվականին Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանում անցկացվեց մի հետազոտություն։ 1431 տղամարդ 3 ամիս շարունակ օգտագործում էր դդմի սերմերի էքստրակտ։ Արդյունքները ապշեցուցիչ էին։ Նրանց մոտ ախտանիշների բարելավումը կազմել էր 47%։ Գիշերային միզարձակումների թիվը կրճատվել էր ավելի քան 60%։ Սա ոչ թե հեքիաթ է, այլ գիտական փաստ։ Բժիշկ ուրոլոգ Կարեն Պետրոսյանը, ով աշխատում է Երևանի առաջատար կլինիկաներից մեկում, իր հարցազրույցներից մեկում խոստովանել է. «Ես իմ ամենամոտ ընկերներին եւ հարազատներին, բացի հիմնական բուժումից, միշտ խորհուրդ եմ տալիս դդմի սերմեր, որովհետեւ ես տեսել եմ դրա իրական արդյունքը։ Իսկ դուք պատրաստ եք տեսնել այդ արդյունքը»։ Վարդանը սկսեց իր փոքրիկ հետաքննությունը։ Որպես ինժեներ, նա սովոր էր հավատալ միայն թվերին։ Նա ուզում էր հասկանալ, ինչ կախարդանք է թաքնված այս սերմի մեջ, ինչպես է այն աշխատում բջջային մակարդակով։ Իսկ այն, ինչ նա գտավ, ցնցեց նրան։ Պատկերացրեք ձեր շագանակագեղձը որպես տուն։ Տարիքի հետ այդ տան կոյուղու խողովակները սկսում են ժանգոտել եւ նեղանալ։ Դա բորբոքումն է։ Ձեր օրգանիզմում կա մի վարպետ, որը պատասխանատու է այդ տանը աճի համար։ Նրա անունն է դիհիդրոտեստոստերոն։ Տարիքի հետ այս վարպետը դառնում է չափազանց ակտիվ եւ սկսում է անվերահսկելի մեծացնել տունը։ Տունը սեղմում է խողովակները եւ դուք ստանում եք ձեր բոլոր խնդիրները։ Հասկանալի է այս համեմատությունը։ Դդմի սերմը գործում է երկու ուղղությամբ։ Առաջինը, նրա մեջ պարունակվող ֆիտոստերոլները, հատկապես բետասիտոստերոլը, նման են խելացի փականագործի։ Նրանք գալիս են եւ հանգստացնում են չափազանց ակտիվ վարպետին։ Նրանք ասում են. «Բավական է, այլևս մի մեծացրու տունը»։ Երկրորդ, սերմերի մեջ պարունակվող ցինկը հզոր հակաժանգային միջոց է։ Այն մաքրում է խողովակները բորբոքումից եւ վերականգնում դրանց նորմալ անցանելիությունը։ Եթե դուք շարունակեք անտեսել այս բնական վարպետներին, ձեր տունը կշարունակի մեծանալ, մինչև որ խողովակները լրիվ կփակվեն եւ ձեզ կսպառնա վիրահատություն։ Ցնցող փաստ։ Ըստ վիճակագրության, 80 տարեկանից բարձր տղամարդկանց 90%-ն ունի շագանակագեղձի ադենոմա։ Սա համաճարակ է, որի մասին լռում են։ Վարդանը գտավ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի 2017 թվականի մի հետազոտություն։ Գիտնականները պարզել են, որ շագանակագեղձի բջիջներում ցինկի պարունակությունը 10 անգամ ավելի բարձր է, քան մյուս օրգաններում։ Երբ ցինկի մակարդակն ընկնում է, գեղձը դառնում է անպաշտպան։ Դդմի սերմի ընդամենը 30 գրամը պարունակում է ցինկի օրական նորմայի գրեթե 40%-ը։ Սա ձեր ամենօրյա զրահն է։ Ընդամենը 3 ամիս անց դուք կզգաք, որ գիշերային արթնացումները կրճատվել են առնվազն կիսով չափ։ Երևանցի ուրոլոգ պրոֆեսոր Գևորգ Ասատրյանը, ով սկզբում թերահավատորեն էր վերաբերվում այս մեթոդին, որոշեց սեփական փորձը դնել։ Նա ինքն ուներ այդ խնդիրը։ Գաղտնի բոլորից նա սկսեց ամեն օր ուտել դդմի սերմեր։ Մեկ ամիս անց նա ապշած էր։ Իր ախտանիշները զգալիորեն քեթևացել էին։
Նա կատարեց ուլտրաձայնային հետազոտություն և տեսավ, որ իր շագանակագեղձի չափսերը մի փոքր նվազել են։ Դրանից հետո նա սկսեց զգուշորեն խորհուրդ տալ այն իր հիվանդներին։ Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Շատերը, ովքեր տարիներով տառապում էին, վերջապես գտան թեթևացում։ Իսկ հիմա համեմատենք։ Շագանակագեղձի դեմ ամենատարածված դեղերից մեկը՝ տամսուլոզինը, արժե ամսական մոտ 8,000-10,000 դրամ։ Նրա կողմնակի ազդեցությունների ցանկը երկար է՝ գլխապտույտ, ճնշման անկում, ռետրոգրադ էակուլյացիա։ Իսկ 1 կիլոգրամ դդմի սերմն արժե մոտ 3,000-4,000 դրամ և կբավականացնի գրեթե 1 ամիս։ Կողմնակի ազդեցությունները՝ 0։ Ընտրությունը ձերն է։ Շարունակել վճարել քիմիայի համար, որը թունավորում է ձեզ, թե վերադառնալ բնությանը, որը բուժում է։ Ինչպես ընդունել այս բնական դեղը, որ ստանաք առավելագույն օգուտը։ Որն է այն ոսկե բաղադրատոմսը, որը դարեր շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ։ Հիմա ուշադիր լսեք, այս բաժինը ամենակարևորն է, որովհետև նույնիսկ լավագույն դեղը կարող է թույն դառնալ, եթե այն սխալ օգտագործվի։ Շատերը լսում են դդմի սերմ և վազում խանութ գնելու առաջին պատահածը։ Դա ճակատագրական սխալ է։ Դուք կարող եք ամիսներով ուտել բոված, աղի սերմեր և ոչ մի արդյունքի չհասնել, կամ նույնիսկ վնասել ձեր ստամոքսը։ Հասկանում եք, թե որքան կարևոր է ճշգրտությունը։ Վարդանը, մեր ինժեները, հասկանում էր դա։ Նա մոտեցավ հարցին մանրակրկիտ, և ահա այն ոսկե կանոնները, որոնք նա բացահայտեց իր համար, և որոնք ես հիմա կփոխանցեմ ձեզ։ Սա հիմքերի հիմքն է։ Առաջին քայլ՝ ճիշտ սերմի ընտրությունը։ Ձեզ պետք են հում, չբոված, անթաղանթ, մուգ կանաչ սերմեր։ Հայաստանում դրանք կարելի է գտնել գումի շուկայում կամ մասնագիտացված չրերի խանութներում։ Երբ դուք վերցնում եք դրանք ձեռքի մեջ, դրանք պետք է լինեն մի փոքր յուղոտ, բայց ոչ կպչուն։ Գույնը պետք է լինի հագեցած, մուգ կանաչ, ոչ թե բաց դեղնավուն։ Բույրը պետք է լինի թեթև, ընգուզային, առանց հոտածության կամ բորբոսի նշույլի։ Զգուշացեք կեղծիքներից։ Եթե սերմերը չափազանց փայլուն են, հնարավոր է դրանք մշակված են յուղով, թարմ տեսք տալու համար։ Եթե շարունակեք օգտագործել սխալ, ցածրորակ սերմեր, դուք ոչ միայն արդյունքի չեք հասնի, այլև կարող եք ծանրաբեռնել ձեր լյարդը։ Երկրորդ քայլ՝ ճիշտ չափաբաժինը։ Օրական 1 լիքը բուռ։ Սա մոտավորապես 30 գրամ է։ Ոչ ավել, ոչ պակաս։ Սա այն քանակն է, որը ձեր օրգանիզմը կարող է արդյունավետ յուրացնել առանց ծանրաբեռնվելու։ Ցնցող փասկ։ Գերմանիայի առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը Commission E պաշտոնապես հաստատել է դդմի սերմերի օգտագործումը շագանակագեղձի ադենոմայի 1-ին և 2-րդ փուլերի բուժման համար օրական 10-15 գրամ չափաբաժանով։ Մենք առաջարկում ենք մի փոքր ավելի բարձր դոզա ավելի արագ արդյունքի համար։ Երրորդ քայլ՝ ճիշտ ժամանակը և նախապատրաստումը։ Լավագույն ժամանակը առավոտյանն է, նախաճաշից 20 հառաց րոպե առաջ։ Դատարկ ստամոքսին ձեր օրգանիզմը սպունգի պես կլանում է բոլոր օգտակար նյութերը։ Ուտելուց առաջ սերմերը պետք է լավ ծամել, մինչև դառնան համասեռ զանգված։ Սա շատ կարևոր է։ Եթե դուք դրանք կուլ տաք ամբողջական, դրանք պարզապես կանցնեն ձեր օրգանիզմով առանց յուրացվելու։ Ինչ է տեղի ունենում, երբ դուք ծամում եք սերմերը։ Առաջին րոպեներին սկսում են ազատվել ցինկը և ֆիտոստերոլները։ 1 ժամ անց դրանք արդեն ձեր արյան մեջ են և սկսում են իրենց աշխատանքը։ 1 օր անց դուք կարող եք նկատել, որ միզարձակումը մի փոքր ավելի հեշտ է դարձել։ 1 շաբաթ անց գիշերային արթնացումները կարող են կրճատվել 1-ով։ Առաջին ամսվա վերջում դուք կզգաք զգալի թեթևացում։ Եկեք լսենք Վարդանի պատմությունը Վանաձորից։ Նա տառապում էր քրոնիկ պրոստատիտով ավելի քան 10 տարի։ Ծախսել էր 1 միլիոն դրամից ավելի դեղերի և բժիշկների վրա։ Արդյունքը՝ 0։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին և որոշեց փորձել։ Սկզբում կասկածում էր, բայց հետևեց բոլոր կանոններին խստորեն։ Առաջին շաբաթը ոչինչ չզգաց, հիասթափվեց, բայց որոշեց շարունակել։ Երկրորդ շաբաթվա վերջում նա նկատած, որ գիշերը 4-ի փոխարեն արթնանում է 3 անգամ։ Սա նրան հույս տվեց։ 1 ամիս անց նա արթնանում էր ընդամենը 2 անգամ։ 3 ամիս անց նա մոռացավ իր խնդրի մասին։ Նա ասում է. «Ես վերադարձա կյանք։ Ես նորից սկսեցի քնել, աշխատել, ուրախանալ։ Եվ այս ամենը օրական 100 դրամի սերմի շնորհիվ»։ Սա հիմնական բազային բաղադրատոմսն է։ Այն աշխատում է և աշխատում է հիանալի։ Բայց կան մի քանի գաղտնիքներ, որոնք կարող են կրկնապատկել և նույնիսկ եռապատկել այս մեթոդի ուժը։ Մի քանի հավելումներ, որոնք այս պարզ բուժումը կվերածեն անհավանական հզորության զենքի։ Պատրաստ եք իմանալ դրանց մասին։ Դուք արդեն գիտեք հիմքը։ Դա ձեր ամուր հիմքն է, բայց այն, ինչ հիմա կպատմեմ, նման է տան վրա կտուր դնելուն։
Սրանք այն գաղտնիքներն են, որոնք կարող են կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել այս մեթոդի ուժը։ Մի քանի հավելումներ, որոնք այս պարզ բուժումը կվերածեն անհավանական հզորության զենքի։ Պատրաստ եք իմանալ դրանց մասին։ Դուք արդեն գիտեք հիմքը։ Դա ձեր ամուր հիմքն է, բայց այն, ինչ հիմա կպատմեմ, նման է տան վրա կտուր դնելուն։ Սրանք այն գաղտնիքներն են, որոնց մասին բժիշկները չեն խոսում ընդունելության ժամանակ։ Պարզապես ժամանակ չունեն, կամ գուցե չեն ուզում, որ դուք չափազանց արագ բուժվեք։ Պատրաստ եք լսել։ Վարդանը, շարունակելով իր հետազոտությունը, զանգահարեց իր հին ընկերոջը։ Նա փորձառու բուսաբույժ էր, ով ապրում էր Դիլիջանի անտառներում, եւ նա Վարդանին բացահայտեց մի քանի զարմանալի նրբություններ։ Առաջին գաղտնիքը, որի մասին քչերը գիտեն, սերմերի ակտիվացումն է։ Վերցրեք ձեր օրական չափաբաժինը՝ 30 գրամ սերմ։ Երեկոյան լցրեք դրանք ապակե բաժակի մեջ։ Ավելացրեք մաքուր սենյակային ջերմաստիճանի ջուր, այնքան, որ ծածկի սերմերը, եւ թողեք այդպես ամբողջ գիշեր։ Ինչ է տեղի ունենում։ Սերմը արթնանում է, այն կարծում է, թե գարուն է եկել եւ պետք է ծլի։ Այդ պահին նրա մեջ ակտիվանում են ֆերմենտներ, որոնք բազմապատկում են նրա բուժիչ ուժը։ Բացի այդ, ջուրը դուրս է հանում ֆիտինաթուն, որը խանգարում է ցինկի յուրացմանը։ Առավոտյան քամեք ջուրը եւ կերեք թրջած կենթանացած սերմերը։ Դուք կզգաք, որ դրանք ավելի փափուկ են եւ հեշտ են ծանվում։ Այս պարզ հնարքը մեծացնում է սերմերի արդյունավետությունը առնվազն 30%-ով։ Եթե դուք անտեսեք այս քայլը, ձեր օրգանիզմը կյուրացնի սերմերի ցինկի միայն կեսը։ Երկրորդ գաղտնիքը՝ ոսկե եռյակը։ Սա հայկական ժողովրդական բժշկության լեգենդն է։ Վերցրեք հավասար քանակությամբ դդմի սերմ, ընկույզի միջուկ եւ բնական մեղր, օրինակ 200 գրամ։ Աղացեք սերմերն ու ընկույզը մսաղացով, խառնեք մեղրի հետ մինչև ստացվի համասեր զանգված։ Պահեք սառնարանում, ամեն առավոտ դատարկ ստամոքսին կերեք 1 ճաշի գթալ։ Ինչու է սա այդքան հզոր։ Դդմի սերմը բուժում է գեղձը, ընկույզը, որը հարուստ է սելենով, պաշտպանում է այն քաղցկեղից, իսկ մեղրը հզոր հակաբորբոքիչ է։ Սա ձեր շագանակագեղձի համար նախատեսված սուպեր սնունդ է։ Միայն այս խառնուրդը կարող է 4-6 ամսում զգալիորեն բարելավել ձեր վիճակը։ Ցնցող փաստ։ Հարվարդի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ սելենի պարբերաբար օգտագործումը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը մինչև 48%։ Երրորդ գաղտնիքը, որն օգտագործում են ամենափորձառու բժիշկները, դդմի յուղն է։ Սա սերմերի խթացված էությունն է։ Մեկ թեյի գթալ յուղը հավասարազոր է գրեթե կես բուռ սերմի։ Գնեք միայն սառը սեղման, մուգ կանաչ յուղ, մուգ ապակե շշի մեջ։ Ամեն առավոտ սերմերն ուտելուց 15 րոպե հետո խմեք 1 թեյի գթալ յուղ։ Այն ոչ միայն կուժեղացնի ազդեցությունը շագանակագեղձի վրա, այլև կմաքրի ձեր լյարդը եւ անոթները խոլեստերինից։ Ձեր շագանակագեղձը սկսում է բուժվել, իսկ որպես բոնուս դուք պաշտպանում եք ձեր սիրտը կաթվածից։ Վարդանը սկսեց կիրառել այս բոլոր մեթոդները։ Նա թրջում էր սերմերը, պատրաստում էր մեղրով խառնուրդը եւ խմում էր յուղը։ Նրա կինը սկզբում ծիծաղում էր նրա վրա, բայց 2 ամիս անց ծիծաղը դադարեց։ Վարդանը դադարեց գիշերները արթնանալ։ Նրա դեմքի գույնը բացվեց, նա ավելի եռանդուն դարձավ։ Նա գնաց ուրոլոգի մոտ։ Հետազոտությունը ցույց տվեց, որ նրա շագանակագեղձի չափսերը նվազել են 15%-ով։ Բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Ինչ ես արել, հարցրեց նա։ Վարդանը ժպտաց եւ ասաց. Պարզապես լսեցի մեր պապերի իմաստությունը։ Այս մեթոդները հզոր են, բայց նույնիսկ դրանք կարող են վտանգավոր լինել, եթե չիմանաք հակացուցումների մասին։ Կան իրավիճակներ, երբ դդմի սերմերը կարող են ոչ թե օգնել, այլ վնասել։ Որ դեպքերում պետք է լինել չափազանց զգույշ։ Հիմա դադարեցրեք ամեն ինչ եւ լսեք ինձ շատ ուշադիր։ Ես ձեզ տվել եմ հզոր զենք, բայց ցանկացած զենք կարող է վտանգավոր լինել անփորձ ձեռքերում։ Ես չեմ ուզում, որ դուք վնասեք ձեզ։ Ես ուզում եմ, որ դուք ապրեք երկար եւ առողջ։ Դրա համար պետք է իմանաք անվտանգության կանոնները։ Սա կատակ չէ, խոսքը ձեր կյանքի մասին է։ Հասկանում եք սրա լրջությունը։ Վարդանը, լինելով խելացի մարդ, հասկանում էր դա։ Նա գիտեր, որ բնությունը հզոր է, բայց պահանջում է հարգանք։ Ահա այն խիստ նախազգուշացումները, որոնք դուք պարտավոր եք անգիր անել։ Առաջին եւ ամենակարևորը. երբեք մի զբաղվեք ինքնախտորոշմամբ։ Եթե դուք ունեք այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են արյունը մեզի մեջ, սուր ցավը կամ բարձր ջերմությունը, անհապաղ դիմեք բժշկի։ Սա կարող է լինել ոչ թե պրոստատիտ, այլ քաղցկեղ։ Յուրաքանչյուր կորցրած օրը նվազեցնում է ձեր փրկվելու շանսերը։ Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ երկրորդ ամենատարածված ուռուցքն է։
Անգործությունը այս դեպքում մահվան դատավճիռ է։ Երկրորդ նախազգուշացումը՝ չափի զգացումը։ Ես ասացի մեկ բուռ, ոչ թե երկու, ոչ թե երեք։ Դդմի սերմերը շատ կալորիական են։ Դրանց չարաշահումը կարող է ծանրաբեռնել ձեր լեղապարկը և ենթաստամոքսային գեղձը։ Եթե դուք ունեք լեղաքարային հիվանդություն կամ պանկրեատիտ, սկսեք ընդամենը մեկ թեյի գթալից և ուշադիր հետևեք ձեր ինքնազգացողությանը։ Եթե զգում եք ծանրություն կամ ցավ աջ կողատակի հատվածում, անմիջապես դադարեցրեք։ Ավելի լավ է դանդաղ գնալ, քան ընդհանրապես չհասնել տեղ։ Մի քանի շաբաթվա ընթացքում դուք կհասկանաք ձեր օրգանիզմի համար օպտիմալ չափաբաժինը։ Երրորդ՝ դեղերի հետ փոխազդեցությունը։ Սա կենսականորեն կարևոր է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, օրինակ վարֆարին կամ ասպիրին, եղեք չափազանց զգույշ։ Դդմի սերմերը նույնպես ունեն արյունը ջրիկացնող հատկություն։ Դրանց համատեղ օգտագործումը կարող է առաջացնել արյունահոսություն։ Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Նա կարող է կարգավորել ձեր դեղերի չափաբաժինը։ Սա այն դեպքն է, երբ ինքնագործունեությունը կարող է ողբերգության հանգեցնել։ Վարդանը սկսեց վարել առողջության օրագիր։ Դա հանճարեղ գաղափար էր։ Վերցրեք սովորական տետր։ Ամեն օր գրի առեք մի քանի պարզ բան։ Քանի անգամ եք արթնացել գիշերը։ 10 բալանոց սանդղակով որքանն էր ցավը կամ անհարմարությունը։ Ինչպես էիք ձեզ զգում ընդհանուր առմամբ։ Սա կօգնի ձեզ տեսնել իրական պատկերը։ Դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր վիճակը բարելավվում շաբաթ առ շաբաթ։ Սա ձեզ կտա մոտիվացիա շարունակելու համար։ Եվ ամենակարևորը, եթե հանկարծ վատթարացում լինի, դուք անմիջապես կնկատեք դա։ Եվ վերջապես, հիշեք համբերության մասին։ Սա կախարդական հապ չէ։ Այն չի աշխատում մեկ օրում։ Բնական բուժումը պահանջում է ժամանակ և հետևողականություն։ Մի հանձնվեք, եթե առաջին շաբաթվա ընթացքում հրաշք տեղի չունենա։ Ձեր օրգանիզմը տարիներով կուտակել է խնդիրներ։ Տվեք նրան ժամանակ վերականգնվելու համար։ Դուք կառուցում եք ձեր առողջության ամրոցը քար առ քար։ Դա դժվար է, բայց արդյունքը արժե դրան։ Բայց ինչպես է այս բուժումը դարձնել ոչ թե պարտականություն, այլ ապրելակերպ։ Ինչպես ստեղծել մի համակարգ, որը կպաշտպանի ձեզ ոչ միայն պրոստատիտից, այլև տասնյակ այլ տարիքային հիվանդություններից։ Դուք ստացաք բանալիները, բայց բանալիները բավարար չեն։ Պետք է իմանալ, թե ինչպես վարել մեքենան։ Դդմի սերմերը ձեր բուժման շարժիչն են, բայց որպեսզի մեքենան երկար ծառայի, նրան պետք է լավ վարելիք, պարբերական խնամք և հմուտ վարորդ։ Հիմա մենք կխոսենք այդ ամենի մասին։ Մենք կստեղծենք ձեր անձնական առողջության ճանապարհային քարտեզը։ Պատրաստ եք ճանապարհ ընկնել։ Վարդանը հասկացավ, որ միայն սերմերով հարցը չի լուծվի։ Նա պետք է փոխել իր ամբողջ ապրելակերպը։ Նա սկսեց սնունդից։ Ձեր շագանակագեղձի ամենամեծ թշնամիներն են կարմիր միսը, կենդանական ճարպերը և շաքարը։ Դրանք բորբոքում են առաջացնում։ Իսկ ձեր լավագույն ընկերները բանջարեղենն ու կանաչին են։ Հատկապես կարևոր են լոլիկը, բրոկոլին և նուռը։ Լոլիկը, հատկապես ջերմային մշակումից հետո, հարուստ է լիկոպինով։ Սա հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է գեղձը քաղցկեղից։ Ամեն օր կերեք մի գթալ տոմատի մածուկ կամ խմեք մի բաժակ լոլիկի հյութ։ Եթե շարունակեք սնվել ճարպոտ խորովածով և քաղցրավենիքով, ձեր բուժումը նման կլինի ջուրը դույլով տեղափոխելուն։ Ահա մի պարզ, բայց հզոր բաղադրատոմս՝ տղամարդու ապուր։ Վերցրեք 2 միջին չափի լոլիկ, 1 գլուխ սոխ, 2 պճեղ սխտոր և մի փոքր կտոր կոճապղպեղ։ Մանր կտրատեք և շոգեխաշեք ձիթապտղի յուղով։ Ավելացրեք մի բաժակ ջուր կամ բանջարեղենի արգանակ։ Եփեք 15 րոպե։ Վերջում ավելացրեք մի բուռ թարմ մաղադանոս և համեմ։ Այս ապուրը լիկոպինի, հակաբորբոքիչների և վիտամինների իսկական պայթյուն է։ Շաբաթական 3-4 անգամ այս ապուրն ուտելը զգալիորեն կարագացնի ձեր ապաքինումը։ Երկրորդ կարևոր կետը շարժումն է։ Ձեր շագանակագեղձի մյուս թշնամին նստակյաց կյանքն է։ Երբ դուք նստում եք, արյունը կանգ է առնում փոքր կոնքի օրգաններում։ Սա իդեալական պայմաններ է ստեղծում բորբոքման համար։ Պետք չէ մարատոն վազել, բավական է ամեն օր 30-40 րոպե քայլել արագ տեմպով։ Դա բարելավում է արյան շրջանառությունը 60%-ով։ Իսկ ամենաօգտակար վարժությունը կեգելի վարժությունն է։ Պատկերացրեք, որ ուզում եք կանգնեցնել մի զարձակումը։ Լարեք այդ մկանները, պահեք 5 վայրկյան, հետո թուլացրեք։ Կրկնեք օրական 20-100 անգամ։ Ոչ ոք չի տեսնի, թե ինչ եք անում, բայց դուք կզգաք արդյունքը։ Այս վարժությունը ուժեղացնում է կոնքի հատակի մկանները, բարելավում է արյան հոսքը դեպի գեղձը և նույնիսկ բարձրացնում է պոտենցիան։ Եվ երրորդը՝ ձեր մտքերը։ Ստրեսը արտադրում է կորտիզոլ հորմոնը,
Կորտիզոլը թուլացնում է իմունային համակարգը և ուժեղացնում բորբոքումը։ Դուք կարող եք ուտել ամենաօգտակար սնունդը, բայց եթե անընդհատ նյարդայնանում եք, դուք ձեր ձեռքով եք քանդում ձեր առողջությունը։ Գտեք հանգստանալու ձեր եղանակը։ Ոմանց օգնում է աղոթքը, մյուսներին երաժշտությունը, երրորդներին թորների հետ խաղալը։ Ամեն օր 15 րոպե հատկացրեք լիակատար հանգստի։ Պարզապես նստեք հարմարավետ, փակեք աչքերը և խորը շնչեք։ Զգացեք, թե ինչպես է լարվածությունը լքում ձեր մարմինը։ Վարդանը սկսեց իր օրը ոչ թե սուրճով, այլ մի բաժակ տաք ջրով և կիտրոնով։ Հետո 30 րոպե քայլում էր այգում։ Նախաճաշին ուտում էր թրջած սերմերը և մեղրով խառնուրդը։ Ճաշին տղամարդու ապուրը։ Երեկոյան կնոջ հետ նարդի էր խաղում և լսում էր իր սիրելի Կոմիտասին։ Նա ոչ միայն բուժեց իր պրոստատիտը, նա նիհարեց 5 կիլոգրամով։ Նրա ճնշումը կարգավորվեց։ Նա սկսեց ավելի լավ քնել և ավելի շատ ժպտալ։ Նա վերագտավ ոչ միայն առողջությունը, այլև կյանքի ուրախությունը։ Դուք արդեն գիտեք գրեթե ամեն ինչ։ Դուք ունեք գիտելիք, որը կարող է փոխել ձեր կյանքը, բայց գիտելիքը առանց գործողության մեռած է։ Վերջին և ամենակարևոր քայլը մնաց։ Ինչպես գտնել ուժ և մոտիվացիա այս ամենը կյանքի կոչելու համար։ Մենք միասին երկար ճանապարհ անցանք։ Դուք իմացաք այն գաղտնիքները, որոնք թաքցնում են ձեզնից։ Դուք ստացաք գիտական ապացույցներ։ Դուք սովորեցիք կոնկրետ բաղադրատոմսեր և կանոններ։ Հիմա դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Մի ճանապարհը ծանոթ է, դա դեպի դեղատուն տանող ճանապարհն է։ Դա գիշերային տանջանքների, անվերջանալի ծախսերի և կողմնակի ազդեցությունների ճանապարհն է։ Մյուս ճանապարհը նոր է, դա բնությանը վերադառնալու ճանապարհն է։ Որ ճանապարհով կգնաք։ Պատկերացրեք երկու տարբեր ապագա։ Առաջին սցենար. դուք փակում եք այս տեսանյութը և մոռանում ամեն ինչի մասին։ Շարունակում եք խմել ձեր հաբերը։ 1 ամիս անց ոչինչ չի փոխվի։ 6 ամիս անց ձեր վիճակը կարող է նույնիսկ վատթարանալ։ Բժիշկը կավելացնի դեղաչափը։ 1 տարի անց դուք կլինեք ավելի թույլ, ավելի հոգնած, ավելի հիասթափված։ Ձեր կյանքը կպտտվի զուգարանի և դեղատան շուրջ։ Սա այն ապագան է, որը դուք ուզում եք։ Եթե ոչինչ չանեք, դուք կորցնում եք ոչ թե օրեր, այլ ձեր կյանքի որակյալ տարիներ։ Երկրորդ սցենար. դուք այսօրվանից սկսում եք գործել։ Դուք գնում եք ճիշտ սերմերը։ Դուք սկսում եք ձեր առավոտը մեկ բուռ կենդանի ուժով։ 1 շաբաթ անց դուք կնկատեք, որ գիշերը մեկ անգամ պակաս եք արթնանում։ Սա ձեզ հույս կտա։ 1 ամիս անց դուք կզգաք զգալի թեթևացում։ Դուք կսկսեք ավելի լավ քնել։ 6 ամիս անց դուք կարող եք մոռանալ ձեր խնդրի մասին։ Բայց սա դեռ ամենը չէ։ Դուք կզգաք էներգիայի այնպիսի հոսք, որը վաղուց չէիք զգացել։ Ձեր մտքերը կպարզվեն։ Դուք կսկսեք նորից վայելել կյանքը։ Վարդանը ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր նա 70 տարեկան է, բայց նա իրեն զգում է 50-ի չափ։ Նա ոչ միայն հաղթեց պրոստատիտին, նա սկսեց նոր կյանք։ Նա իր թոռներին սովորեցնում է շախմատ խաղալ։ Նա կնոջ հետ ամեն շաբաթ գնում է թատրոն։ Նա նորից սկսեց նկարել, ինչը նրա երիտասարդության հոբբին էր։ Նրա ընկերները զարմացած հարցնում են. «Վարդան, ո՞րն է քո գաղտնիքը»։ Նա ժպտում է և ասում է. «Իմ գաղտնիքը հողի մեջ է, արևի մեջ է, մեր պապերի իմաստության մեջ է։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Ոչ մի բժիշկ, ոչ մի դեղ չի կարող անել այն, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Սիրել ձեր մարմինը, հոգ տանել նրա մասին, սա ոչ թե պարտականություն է, այլ ինքնահարգանքի բարձրագույն դրսևորում։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ առողջ լինելու համար։ Գիտությունը այսօր մեզ օգնում է հասկանալ այդ պարգևների ուժը։ Մենք պետք է միայն ընդունենք այդ պարգևները երախտագիտությամբ։ Ես խնդրում եմ ձեզ, մի պահեք այս գիտելիքը միայն ձեզ համար։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, կիսվեք այն ձեր ընկերների, եղբայրների, հայրերի հետ։ Գուցե այս պարզ խոսքերը փրկեն ինչ-որ մեկի կյանքը, կամ գոնե վերադարձնեն նրա հանգիստ քունը։ Գրեք մեկնաբանություններում ձեր փորձի մասին։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել հազարավոր մարդկանց։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի հզոր մեթոդները։ Դուք կանգնած եք նոր, առողջ և երջանիկ կյանքի շեմին։ Առաջին քայլը ձերն է։ Արեք այն հենց հիմա։